որևիցե դեմ բան չունենալով Պապ Թագավորի անունով փողոց անվանակոչելու հետ, այնուամենայնիվ կուզենայի հասկանալ, ինչ սկզբունքով է ընտրվել հենց Պապ Թագավոր, որտեղ մեր պատմության մեջ էլի ունեցել ենք ականավոր պետական ուժեղ կառավարման խորհրդանիշներ, եղել է սկզբունք թե չէ, եւ եթե եղել է, էլ ինչ անուններ է քննարկվել, որ կանգ է կառել Պապ Թագավորի անվան վրա։ Իմ կարծիքով, այսինքն իմ համար պատմական կերպարի կարևորությունն է տվյալ ժամանակահատվածում ու կարճ ժամանակահատվածում ու կարևոր ժամանակահատվածում այդ մարդու արածը համամասնորեն ոչ թե բացարձակ իմաստով, օրինակ եթե քառակուսի կիլոմետրերով նայենք, Տիգրան Մեծը ավելի շատ բան է գրավել, բայց Տիգրան Մեծը գրավել է խաղաղության ժամանակ եւ ուղղակի վարել է այդ արտաքին պատերազմը, երբ որ ամեն ինչը շատ բարենպաստ էր Հայաստանի համար։ Եթե նայենք ինչ անդունդինց է Պապ Թագավորը Հայաստանը վերականգնել, իմ կոնկրետ անձնական կարծիքով, ու ես պատմություն իմացող եմ համարում ինձ, ինքը նույնիսկ Տիգրան Մեծից էլ ավելի մեծ բանար է։ Իմ համար այդ ա եղել չափանիշը, դրա համար հրապարակի հետ առնչվող փողոցների մասով ես նախընտրել եմ իր անունը։ Իսկ Պապ Թագավորը ընդհանրապես պատմության մեր դասագրքերում ինքը ներկայացված է ինչ թվում է սխալ լույսի ներքո ու շատ կարճ եւ նաեւ նպատակս այդ է, որ այս միջոցառումը նաեւ լինի կրթական ինչ-որ կամ ինֆորմատիվ ինչ-որ քայլ, որով որ մեր հասարակությունը ավելի շատ իմանա, թե ով է Պապ Թագավորը, որովհետեւ նորից եմ ասում, իմ համար ինքը եռյակի մեջ է Հայաստանի Կիլիկյան թագավորներից բռնած, այսինքն մինչև 1375 թիվը եւ չգիտեմ Արտաշես առաջինից սկսած ինձ համար ինքը համարում է եռյակի մեջ, բայց չեմ շղթում, որ կան նաեւ այլ թագավորներ, բայց կարծում եմ մեծ մասի անունով փողոցներ այս կամ այն ձևի կոչված են, նաեւ դինաստիաներ են կոչված, օրինակ Արշակույնների Պողոտակար Ռուբինյանց կա, այսինքն եթե կոնկրետ ասեք ինչ տարբերակը, դրա համար ես ասում եմ առաջի շրջանառությունից առաջի անգամ իրան բերելուց հետո դուրս եկավ հենց սրա համար, որ եթե կան այլ առաջարկներ քննարկվեն, բայց որևէ առաջարկ չի եղել որևէ մեկի կողմից։ Արձագանք։ Գիտեք, ես կիսում եմ ձեր այն տեսակետը կամ համենայն դեպս այսպես ձևակերպեմ, Պապ Թագավորի մասին կարելի է տարբեր տեսակետներ հնչեցնել, նույնիսկ ինչ-որ դեպքերում սիրել կամ չսիրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ Պապ Թագավորը որպես պետության կառավարման ուժեղ խորհրդանիշ է, ու այդպիսի խորհրդանիշներ էլի ունեցել ենք, Արտաշես առաջինին հիշեցիք, օրինակ նշեցիք, որ պետության կայացման գործում մեծ ներդրում է ունեցել, իսկ օրինակ Պապ Թագավորի հոր մասին ինչ կասեք, ինքն էլ է մեծ ներդրում ունեցել։ Այսինքն ես դեմ չեմ, ուղղակի սկզբունքն եմ ուզում հասկանամ, կարևոր փողոց Երևանում անվանակոչելու համար ուղղակի ձեր կարծիքն է, ինչ որ որոշակի ուղերձ եք ուզում հղեք, որոշակի սկզբունք թե չէ, բայց ոնց հասկանում եմ, սկզբունքով չի, ուղղակի նախասիրությունով ու ձեր գնահատականով եք առաջարկում։ Դե բնականաբար ամեն որոշման նախագծի հեղինակ ինչ-որ չափով իր նաև անձնական պատկերացումն է տնում ցանկացած հարցի տակ, բայց այնուամենայնիվ, եթե կոնկրետ իր հոր մասին եք ասում Արշակ երկրորդի, ապա ընդհանրապես համեմատելու չի իմ կարծիքով, չգիտեմ, եթե պատմական բաները տեղակ եք, իմ համար, եթե ելներ Արշակ երկրորդը ավելի կարևոր դերակատար, միգուցե ես դա կառաջարկեի իմ անձնական պատկերացմամբ, Պապ Թագավորը ավելի մեծ ներդրում է կատարել, որ մեծ բանից է Հայաստանը վերականգնել եւ փրկել, քան Արշակ։